Ոսկի ծախող կա, ոսկի կառնեմ։ Եթե գոնե մեկ անգամ եղել եք հայկական ոսկու շուկայում, հաստատ լսել եք այս խոսքերը։ Բայց ինչու բոլորը հանկարծ սկսեցին ոսկի առնել ու ինչու 2026 թվականի սկզբին այն այսքան լուրջ թանկացավ։ Արի հասկանանք։ 2026-ի մարտից ոսկին ճեղքեց բոլոր պատմական առաստաղները։ Հաստատ տեսած կլինես վերնագրեր, որ մետաղը ռեկորդներ է խփում։ Բոլոր դիվանի անալիտիկները գոռում էին ինֆլյացիայի մասին, բայց իրական պատճառը լրիվ այլ տեղ է։ Նայ, կան մանրացախ ներդրողները, ինչպես ես ու դու։ Մեր ակտիվությունը կարող է ստեղծել մաքսիմում ինֆորմացիոն աղմուկ ու կան խոշոր, հարուստ ֆոնդեր եւ երկրների կենտրոնական բանկեր, որոնք ներդրումներ են անում մեծ մասշտաբներով։ Հենց նրանք են Real Trend թելադրում շուկային։ Տասնամյակներ շարունակ այս կազմակերպությունները իրենց փողերը պահում են ամենաանվտանգ ակտիվների մեջ ամերիկյան պետական թղթերում։ Բայց այն բանից հետո, երբ աշխարհում սկսեցին մատի 1 հարվածով սառեցնել ուրիշների հաշիվները, մյուս երկրների կենտրոնական բանկերը հասկացան մի սարսափելի բան. փողը, որը իրանք պահում են ուրիշի արժույթում, իրականում իրանց չի պատկանում։ Ցանկացած վայրկյանին իրանք կարող են կորցնել հասանելիությունը այդ փողերին։ Ու այդ ժամանակ սկսվեց կապիտալի լուր, բայց հսկայական տեղաշարժ։ Պետությունները սկսեցին մասսայաբար ազատվել ուրիշի թղթերից ու առնել միակ ակտիվը աշխարհում, որը չի ենթարկվում ոչ մի կառավարությանը։ Ակտիվ, որը անհնար է հեռավար, սառեցնել կամ բլոկավորել պատժամիջոցներով՝ ոսկի։ 2026-ի գների կտրուկ թռիչքը արդյունք է նրա, որ բոլոր պետությունները ուղղակի փրկում են իրենց պաշարները ու հանում են դրանք ուրիշի վերահսկողությունից։ Անգամ եթե մոռանաս այս ռիլը, հիշի ամենակարևորը՝ ոսկին ուղղակի ֆինանսական ջերմաչափն է։ Դրա գինը ցույց է տալիս, թե որքան է աշխարհում ընկել վստահությունը սովորական թղթադրամի նկատմամբ։ Եթե ոսկին թռնում է տիեզերք, նշանակում է աշխարհի ամենախոշոր խաղացողները հասկանում են, որ ֆինանսական համակարգը լուրջ հիվանդ է ու նրանք պատրաստվում են ուժեղ փոթորիկի։ Հաջորդ վիդեոյում ես կպատմեմ, թե ինչ է լինելու, երբ որ մեկ երկիրը ունենա ոսկու պաշարների 51%-ը։ Բաժանորդագրվիր իմ էջին, որ բաց չթողնես նոր վիդեոները։